Ժողովուրդ օրաթերթը գրում է, թեև Հայաստանի սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արդեն ակտիվ պայքար է ընթանում նոր ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման շուրջ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով երեկայացած ԿՊ վարչության դռնփակ նիստում ավարտվել է առաջադրումների փուլը, վարչության 3 անդամ առաջադրվել են ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Մեր տեղեկություններով 5-շաբթի օրը ԿՊ վարչությունը կրկին նիստ կհրավիրի, որի ընթացքում արդեն բաց քվեարկությամբ կորոշի, թե ով է լինելու իշխող թեկնածուն ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Եվ եթե պաշտոնապես պայքարում են 3 թեկնածուներ, այնուամենայնիվ իրական մրցակցությունը ծավալվում է Ալեն Սիմոնյանի եւ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստանից հեռանալուց հետո արարողակարգային նվեր է ուղարկել Արարատ Միրզոյանին, ԱՊՍ եւ ԹԱՍ։ Այս նվերները ԱԳՆ են հասել հունիսի 10-ին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ ԱՊՍ-ն եւ ԹԱՍ-ը Սալիզբերի Փևեր ապրանքանիշից են եւ պատրաստված են անագից։ ԱՊՍ-ն գնահատվում է 175,200 դրամ, իսկ ԹԱՍ-ը 91,280 դրամ։ Հրապարակ օրաթերթը գրում է. ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյան օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը ճիշտ պահին գեներացնելու մասին։ Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին համախմբվել մեկ հարթակում, չնայած նրա առաջարկն արդեն հասցրել են որոշ ուժեր, ողջ ունեց, սակայն մեր տեղեկություններով այս օրակարգով դեռևս հանդիպում համատեղ քննարկում չի եղել։ Սակայն ընդդիմադիր դաշտում մեր տեղեկություններով ուշով սպասում են գործնական քայլերի Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք երեկվա դրությամբ տարակուսած էին, բանն այն է, որ հունիսի 26-ին սահմանադրական դատարանում քննվելու է ընդդիմության ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հարցը, սակայն միասնական ընդդիմությունը դեռ քայլեր չի որոշել, մինչդեռ Սամվել Կարապետյանն ակնարկում էր, որ հանրահավաք են նախաձեռնելու։ Մյուս կողմից սահմանադրական դատարանում հայցը մոտ 2 շաբաթ քննվելու է եւ դեռ ժամանակ կա։ Հրապարակ թերթը գրում է. նախընտրական փուլում եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցադրումներով, որ այդ արշավը վնասում է քաղաքացիական պայմանագրին, բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասևեռումից ակնհայտ էր բոլորին։ Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի Պյուրոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բն մերձավորներին ասել է, որ գիտի շուտով իր հետևից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միևնույն է ինքնական հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։ Նաև վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն, փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ Շանգրիլա խաղատան լիցենզիայի ուժու կորցրած ճանաչումը։ Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, թե ով առաջինը շտապեց հանրությանը հայտնել այդ մասին։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե հաղթական տոնով հայտարարեց, որ Շանգրիլա խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Հարցի առաջանում ինչու հենց տնտեսության համար պատասխանատու նախարարը պետք է ուրախանա մի որոշման համար, որի հետևանքով 500-ից ավելի մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ պետությունը զգալի հարկային մուտքերից՝ շուրջ 6 միլիարդ դրամ տարեկան։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը զուգահեռ աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով սահմանադրական դատարանի դատավորների ներքին քննարկումների ընթացքում հնչել է տեսակետ, որ ժամանակը սահմանափակ է եւ անհրաժեշտ է հասցնել ամբողջությամբ ուսումնասիրել ներկայացված բոլոր նյութերը, քանի որ հուլիսի 4-ին պետք է հրապարակվի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վերջնական որոշումը։ Արդեն հայտնի է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցելու սահմանադրական դատարանի 2 դատավոր՝ Խոսն արդարադատության նախկին նախարար, Հանրապետություն կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանի եւ բոլորովին վերջերս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանի մասին է։